Բարի օր, Քրիստոս հարյավի մեռելոց։ Ավետարանական այսօրվա ընթերցվածում մեր Տերը ասում է, որ չեկա օրենքը ջնջելու, այլ լրացնելու։ Եվ այս հարցը, այս խնդիրը արդեն 2000-ամյակ է տարբեր բանավեճերի առիթ է հանդիսանում ոչ միայն ներքրիստոնեական միջավայրում, այլև տարբեր կրոնների երկխոսության մեջ։ Եվ իրոք մենք ազատ ենք համարում մեզ օրենքից, բայց միևնույն ժամանակ մեր Տերը ասում է, որ չեկա օրենքը ջնջելու, այլ լրացնելու։ Ինչ է նշանակում Տիրոջ այս խորհրդավոր եւ բազմաշերտ խոսքը։ Ուրեմն սիրելիներ, ինչպես եւ մեզնից յուրաքանչյուրի կյանքում կան արգելքներ եւ կան օրենքներ, որոնք այլևս անիմաստ են դառնում, երբ որ մենք հասունանում ենք այդ օրենքներից։ Բայց դրանց կիրառությունը ոչ թե դառնում է անօգուտ առհասարակ, այլ միայն թե էլ օգուտ չի բերում նրանց, ովքեր վեր են քան այդ օրենքը։ Ինչպես որ օրինակ երեխաներին արգելվում է սուր կտրող եւ ծակող գործիքներ իրենց ձեռքը բռնել եւ մոտենալ դրանց, ոչ թե նրա համար, որովհետեւ դրանք կիրառելի չեն եւ կամ մեղք է դրանց դիպչելը, այլ նրա համար, որովհետեւ կարող են իրենց վնասել։ Բայց երբ մարդը հասունանում է եւ կարողանում է օգտվել այդ գործիքներից, դրանք միայն օգուտ են բերում իրեն։ Նույն կերպ սիրելիներ մեր հոգեվոր կյանքում եւ մեր փրկության ճանապարհին պատվիրանները մեզ պետք են, որպեսզի մենք կարողանանք հեռու մնալ մեղքերից, բայց երբ որ մենք ավելին ենք, քան մեղքը, երբ որ մենք միացած ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ամենակարևոր օրենքը եւ մեր գործերի խթանիչը հավատն է, հույսը եւ սերը առ Աստված։ Եվ ինչպես Պողոս առաքյալն է ասում, սրանք են երեք առաքինությունները եւ սրանցից մեծը սերն է։